Դուք դիտում եք Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին Ադրբեջանում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին իրազեկ լինելու համար։ Այսօր հունիսի 5-ն է։ Օրվա կարևոր լուրերը CBC-ի հայկական ծառայության եթերում։ Նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Ադրբեջանի ազգային հավաքականին ֆուտզալի Եվրոպայի առաջնությունում հաղթելու կապակցությամբ։ Իմ քաղաքական որոշումն է, մեկ Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակենք։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Կայացել է «Թշնամու դեմ միայնակ» կարճամետրաժ ֆիլմի շնորհանդեսը։ Նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Ադրբեջանի ազգային հավաքականին ֆուտզալի Եվրոպայի առաջնությունում հաղթելու կապակցությամբ։ Այս մասին պետության ղեկավարը կիսվել է սոցիալական ցանցի էջում հրապարակմամբ։ Ադրբեջանի ֆուտզալի հավաքականը, որը 2022 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ 2025 թվականին աշխարհի չեմպիոն, մեր երկրի սպորտային պատմության մեջ գրելով եւս մեկ պայծառ էջ, երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Կրկնակի ուրախալի է, որ այս հաղթանակը ձեռք է բերվել թիմային մարզաձևում։ Սրտանց շնորհավորում եմ մեր թիմին այս հիանալի հաղթանակի կապակցությամբ։ Մեր հավաքականին մաղթում եմ նորանոր հաջողություններ, ասվում է հրապարակման մեջ։ Ամերիկյան խոշորագույն հրեական կազմակերպությունների կոնֆերենցիայի նախագահների եւ նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Բետսի Բերնս Քորնը եւ Ուիլյամ Դարոֆը շնորհավորական ուղերձ են հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ուղերձում ասվում է. «Հարգելի պարոն նախագահ, Ամերիկայի խոշորագույն հրեական կազմակերպությունների կոնֆերենցիայի եւ հրեական համայնքյան նույնը մեր անկեղ շնորհավորանքներ ենք փոխանցում ձեզ եւ Ադրբեջանի ժողովրդին մայիսի 28-ի անկախության օրվա կապակցությամբ։ Նշելով Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության 108-ամյակը մենք բարձր ենք գնահատում այս պատմական իրադարձության նշանակությունը։ Այն փաստը, որ հրեաների ներկայացուցիչ նույնպես 1918 թվականին մասնակցել է հանրապետության առաջին խորհրդարանում, վկայում է Ադրբեջանում խաղաղ համակեցության եւ փոխադարձ արգանքի երկարամյա ավանդույթի մասին։ Պարոն նախագահ, այս նշանակալի ազգային տոնի կապակցությամբ խնդրում ենք ձեզ ընդունել մեր անկեղծ մաղթանքները Ադրբեջանի հանրապետության եւ նրա ժողովրդի հետագա բարգավաճման, անվտանգության եւ հաջողությունների համար։ Ղազախստանի նախագահ Կասեմ-Ջոմարտ Տոկաևը կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է Ղազախստանում Ադրբեջանի դեսպան Աղալար Աթամօղլանովը, ելույթ ունենալով Աստանայում Ադրբեջանի անկախության օրվան եւ Զինված ուժերի օրվան նվիրված միջոցառման ժամանակ։ Դիվանագետը ընդգծել է, որ վերջին 5 տարիների ընթացքում Ադրբեջանի եւ Ղազախստանի միջև երկկողմ հարաբերությունները ակտիվորեն եւ հետեւողականորեն զարգացել են։ Դիվանագետը նաեւ ընդգծել է Միջին Միչանսկի դերը, նշելով, որ Ադրբեջանն ու Ղազախստանը շարունակում են համատեղ ջանքերը բարձրացնելու դրա գրավչությունը, մրցունակությունը, արագությունը եւ տրանսպորտի անվտանգությունը։ Ներկայումս Միչանսկով փոխադրումը տևում է 15-18 օր։ Աթամօղլանովը նշել է նաև, որ Զանգեզուրի Միչանսկի գործարկումը, որը միջազգային մակարդակով հայտնի է որպես Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման, զգալիորեն կընդլայնի Միջին Միչանսկի հնարավորությունները։ Նրա խոսքով Զանգեզուրի Միչանսկի ադրբեջանական հատվածում ճանապարհի 90%-ը եւ երկաթուղու մոտավորապես 70%-ը արդեն պատրաստ են։ Անկախության հռչակագրի հետ կապված ես ասել եմ. ժողովուրդ, իմ քաղաքական որոշումն է, որ մենք Ղարաբաղի շարժումը չպետք է շարունակենք, եւ եթե ժողովուրդը համաձայն չի, ես ասել եմ. ժողովուրդ ջան, հեղափոխություն արեք եւ ինձ հեռացրեք իշխանությունից։ Բանավեճի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քանի դեռ դուք չեք հեռացրել ինձ իշխանությունից, ես առաջնորդվում եմ այս տրամաբանությամբ, որ մենք Ղարաբաղի շարժումը չենք շարունակում, եւ հիմա մենք ունենք նոր սահմանադրության օրակարգ, եւ ասում ենք, որ այնտեղ անկախության հռչակագրին հղում լինել չի կարող, ասել է Փաշինյանը։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այն ոչ միայն ավարտված է, այլ եզրափակվել է համաձայնագրով, փոխանցման հուշագրով, որը ես 3 ստորագրել եմ, որը ստեղծում է նոր բարգավաճման ուղի, թրիփ ուղին։ Այն երկու երկրների, մասնավորապես Հայաստանին, կտրամադրի հնարավորություններ հարգելով նրանց ինքնիշխանությունը, ասել է Ռուբիոն։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն հերավար ձևաչափով ստորագրել են թրիփ նախագծի վերաբերյալ հայ-ամերիկյան համաձայնագիրը։ Նիզամի կինոկենտրոնում կայացել է Ադրբեջանի ազգային հերոս Նաթիկ Գասեմովին նվիրված Թշնամու դեմ միայնակ կարճամետրաժ ֆիլմի շնորհանդեսը։ Միջոցառումը տեղի ունեցել Բաքու մեդիա կենտրոնի հովանավորությամբ։ Ֆիլմի շնորհանդեսին մասնակցել են պետական եւ կառավարական պաշտոնատար անձինք, նահատակների ընտանիքներ եւ վետերաններ, մտավորականներ եւ հասարակության ներկայացուցիչներ։ Սոյ կինոարտադրության տնօրեն եւ վաստակավոր արտիստ Դիլարա Ալիևան հայտնել է, որ ֆիլմը ընկերության երրորդ արտադրանքն է, որը ստեղծվել է արհեստական բանականության տեխնոլոգիայի միջոցով։ Նա ընդգծել է, որ նախագծի հիմնական նպատակն է ցույց տալ Նաթիկ Գասեմովի կյանքն ու հերոսական ուղին։ Ֆիլմի իրադարձությունների զգալի մասը հիմնված է Խոջալոյի ողբերգության հետ կապված իրական իրադարձությունների վրա։ Հունիսի 4-ին ադրբեջանական երկաթուղիներ փակbaşնետիրական ընկերության Գյուզդեկ կայարանից Հայաստանի առաքվել 2475 տոննա դիզելային վառելիք։ Դիզելային վառելիքով բեռնված 42 վագոն մեկնել է Բույք Քեսիկ կայարան։ Բեռը տարանցիկ ճանապարհով Հայաստան կհասվի Վրաստանի տարածքով։ Նշենք, որ մինչ օրս Ադրբեջանը Հայաստանի արտահանել ավելի քան 10000 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 բենզին եւ 2955 տոննա AI-95 բենզին։ Հիշեցնենք, որ վառելիքի արտահանումը Հայաստան սկսվել է 2025 թվականի դեկտեմբերի 18-ին։ Այդ օրը Հայաստանի մատակարարվել 1220 տոննա AI-95 շարժիչային վառելիք։ Այս ուղղությամբ փոխադրումները շարունակվում են նախագահ Իլհամ Ալիևի 2025 թվականի հոկտեմբերի որոշման համաձայն, ըստ որի չեղարկվել են Ադրբեջանից Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները, որոնք գործում էին օկուպացիայի ժամանակահատվածում։ Մեր ալիքի տեղեկատվական գործընկերն է Երևան տեղեկատվական վերլուծական կենտրոնը։ Ադրբեջանցի եւ արտասահմանյան հեղինակների արդի վերլուծական նյութեր, հարցազրույցներ եւ հրապարակումներ, տարածաշրջանի պատմության, այսօրվա իրողությունների, ինչպես նաեւ ազգամիջյան հակամարտությունների պատճառների եւ հետևանքների վերաբերյալ։ Բոլոր այս նյութերին դուք կարող եք ծանոթանալ այցելելով կենտրոնի Երևանասկոմ կայքի Facebook-յան էջը։ Հայաստանում շուշները պահած սպասում են հունիսի 7-ին անցկացվելիք խորհրդանական ընտրություններին։ Գործող իշխանությունն ու ընդդիմադիր շրջանակները շարունակում են նախընտրական քարոզարշավը։ Եվ մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչպես միշտ առաջ է տանում խաղաղության, կայունության եւ զարգացման օրակարգը, պատերազմի կուսակցությունները շարունակում են հանդես գալ թշնամական եւ հակապետական հայտարարություններով։ Այս ամենի ֆոնին տեղի լրագրողները հարցում են անցկացրել քաղաքացիների շրջանում պարզելու, թե ում են մարդիկ պատրաստվում իրենց ձայնը տալ առաջիկա ընտրություններում։ Հարցված քաղաքացիների գերակշիռ մասը նշել է, որ աջակցելու է բացառապես Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժին, ընդգծելով, որ երկրի ապագան տեսնում է խաղաղության, անվտանգության եւ տնտեսական զարգացման ճանապարհով։ Խաղաղություն է արդեն։ Հիմի ոչ թե գործընթացին, հիմի խաղաղություն է, չէ՞։ Այսինքն 2 տարի կամ մի քիչ էսքան մենք չկա զո։ Այսինքն խաղաղությունը ո՞նց է ալնում։ Ես օրինակ ես մի բան կասեմ, այդ նախնի ընդհանրապես դրանց մասին ընդհանրապես կարելի է չխոսալ։ Մենք ոնց որ հա խոսում ենք, իրանք ինչ են ուզում։ Իրանք պայքարում են խաղաղության դեմ։ Վերջ։ Այսինքն իրանց մասին խոսալը ավելորդ է։ Պետք չի ասել, այնի սենց ասեց, այս մեկը նենց ասեց, խաղաղության դեմ պայքարում են նախնիները, ովքեր պահպանում են այլ պետության շահերը։ Մենք ունենք մեր Հայաստանը, պետք է այս Հայաստանը մենք սենց, գիտեք ոնց, սենց ատամներով պահենք։ Այս խաղաղությունը պետք է ատամներով պահենք։ Փառք մեր ժողովրդին, որ այսքան դիմացավ այս ամեն ինչին։ Ու այսօր մենք կարանք ուրախանանք մեր երեխաների, մեր թորների ապագայի համար։ Մեր Նիկոլ Փաշինյանը
աշոտ երկաթն է, մեր թագավորն է Հայաստանի։ Մեր բարձանքն է, ոչ մեկը չի կարող հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Կառավարման ու տարիներից գոհ եք, Սև քարեցները գոհ են, Այո, բոլորս էլ գոհ ենք։ Ինչ էր այն ժամանակ։ Քոչարյանը բոլորին խփում էր ճանապարհներին։ Դոդի գագոնելա դուրակ, որ դուրս է եկել, մեկաձայն չհավաքելու, մենք հաղթելու ենք։ Սամվել Կարապետյանի մասին ինչ Մի ոչխարել նայա, չեմ ուզում նրան լսեմ։ Հայերեն խոսալ չգիտի, նրան ինչ լսենք։ Շատերը չեն հասկանում։ Վազում են Ծառուկյանի հետևից, այսինքն Դոդի հետևից, որ նա իրանք չունի ապրի, այս երկրի երեսին։ Չի կարելի այդ ապուշների հետևից վազել։ Միայն 16-ին, որովհետև ինձ համար ամենակարևոր 75 տարեկան մարդ եմ, խաղաղությունն է, որովհետև այդ խաղաղությունը մեր այս սերունդները, այս երեխաները որ խաղում են, այդ խաղաղությունը նրանց համար էլ է, այդ երրագլուխների պայքարը գնում է իրենց կարողությունները պահելու համար, ոչ թե հայ ժողովրդի բարեկեցիկ կյանք տալու համար։ Նրանց հիմնական պայքարը դրա համար, որպեսզի կարողանան իրաց այդ ամբողջ թալանը, այդ աշխատանք չի, դրանց երեքին է թալանը, իրաց թալանը պահելու համար է, ոչ թե հասարակ ժողովրդի համար, Սև քարի ժողովրդի համար կամ ամբողջ Հայաստանի ժողովրդի համար, նրանք ոչ մի լավ բան չեն անելու, բացի վատից։ Մեկ այլ քաղաքացի էլ պնդում է, որ երրագլուխ հրեշները, այսինքն Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը հայ ազգի թշնամիներն են։ Հազիվ մեր երկիրը Հայաստան աշխարհը ունի ինքնիշխանություն, ունի ընտիր վարչապետ, ընտիր մարդ, մարդասեր, հայրենասեր եւ մնացածի պես ոչ կաշառակեր, մարդասպան են մնացածները, կաշառակեր են միանշանակ եւ Տաշիր Սամոն եւ Դոդ Գագոն եւ Քոչարյան մարդասպանը, դրանք այս մեր ազգի, մեր ժողովրդի թշնամին են համար մեկ։ Մենք մեր ազգ այս գյուղը 90%-ով գիտի, որ Նիկոլ Փաշինյանին ընտրելու ու նաև տեղականգնելու, ինչպես մենք իրան ինքն էլ մեր բոլոր ժողովրդին։ Ըստ քաղաքացիների շրջանում անցկացրած հարցումների, մարդիկ իրեն ձայնը պատրաստվում են տալ այն իշխանությանը, որը խաղաղություն է բերել Հայաստանին, այսինքն Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժին։ Այս ամենի ֆոնին քաղաքական պայքարը օրեցօր ավելի է սրվում։ Հասարակության շրջանում շարունակվում են քննարկվել երկրի ապագայի եւ զարգացման հետ կապված հարցերը։ Սակայն շատ քաղաքացիներ ընդգծում են, որ Հայաստանի հետագա առաջընթացը հնարավոր է միայն խաղաղության, հարևանների հետ բնականոն հարաբերությունների եւ ներքին կայունության պայմաններում։ Նրանց կարծիքով ժողովուրդը հոգնել է հակամարտություններից ու մշտական լարվածությունից եւ այսօր առաջին հերթին ցանկանում է խաղաղ ու անվտանգ ապագա իր երեխաների համար։ Դուք դիտեցիք օրվա գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք եւ մեկնաբանեք, որպեսզի մեր լուրերը ավելի շատ մարդ կարողանա դիտել։